Ոնց եք կարծում, Արսեն Թորոսյանը կարող է արդյոք ազգային ժողովում խոսել իմիգրացիայից, տասնյակ հազարավոր մարդկանց իմիգրացիա դեպի Հայաստան կազմակերպելու մասին, առանց Նիկոլ Փաշինյանի համաձայնության։ Ինչքան էլ որ մեր այսպես կոչված ազգային գաղափարների մեջ չտեղավորվի, մենք պետք է կազմակերպենք իմիգրացիա, ներգաղթ, տասնյակ հազարավոր մարդկանց։ Չի լինելու առանց սրա արգելի գործ եկնել։ Մենք պետք է նաև մեր մտքում այդ բանը փոխենք, մեխանիզմը, որ տենց մոնոէթնիկ, այլ ազգիներին այդքան էլ չսիրող ազգ ենք։ Եթե նման բան նա ասեր, առանց համաձայնեցնելու, ուրեմն նա կազատվեր աշխատանքից, կազատվեր կուսակցությունից եւ ինքնին այդ կերպարը ունակ չի ինքնուրույն ինչ-որ մի բան ասել։ Նա մի միջոց է, որի միջոցով Օբերտոնի պատուհան էր բացվել։ Մտածեք, արդյոք դա չի խոսում նրա մասին, որ իրանք այո, մտածել են, խոսել են եւ արդեն գրեթե այդ ուղու վրա են, որ պետք է ադրբեջանցիներ գան Հայաստան, ոչ թե վերադառնան, ոնց որ ասում են վերադառնալու մասին չի, գան, ես ձեզ խնդրում եմ, այդ տերմինը վերադառնան Հայաստան մի օգտագործեք, քաղաքական գործիչներ եւ ընդդիմադիր գործիչներ։ Դա վերադարձ չի։ Նրանք այստեղից չեն գնացել, որպեսի վերադառնան, նրանց բնակեցնելու են։ Ստեղից գնացածները հրաժարվել են Հայաստանից շատ ավելի պակաս թվով ու գնացել են ընդմիշտ։ Ոչ թե վերադառնում են, այլ իրանց բնակեցնում են։ Որպեսզի լավ հասկանանք, թե ինչ մեզ կարող է սպասվել Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման պարագայում, եկեք տեսնենք, թե ինչ կատարվեց Կիպրոսի հետ, երբ 1974 թվականից հետո Թուրքիայի կողմից հյուսիսային Կիպրոս ռազմական ներխուժումից հետո Հյուսիսային Կիպրոսում սկսվեց Թուրքիայի քաղաքացիների լայնածավալ բնակեցման գործընթացը։ Խոսքը պարզապես բնական միգրացիայի մասին չէր։ Թուրքիայից հազարավոր ընտանիքներ պետական խրախուսմամբ եւ աջակցությամբ տեղափոխվեցին կղզու հյուսիսային հատված։ Ամբողջ Կիպրոսում բնակվող թուրք կիպրացիների թիվը կազմում էր մոտավորապես 115-ից 118 հազար մարդ, մինչդեռ հույն կիպրացիների թիվը գերազանցում էր 500 հազարը։ Պատկերացրեք, հիմա անմիջապես 1974 թվականից հետո մոտ 7-8 տարում Թուրքիան կարողացավ կազմակերպել մոտավորապես մինչև 50 հազար թուրքի բնակությունը հյուսիսային Կիպրոսում։ Հիմա արդեն մենք 2026 թվականն ենք, մոտավորապես նրանց բնակչության թիվը կազմում է կես միլիոն, 489 հազար։ Պատկերացրեք ինչ արագությամբ են նրանք, այսպես ասած, վերարտադրվել կամ բազմացել, ասեք ոնց ուզում եք։ Հյուսիսային Կիպրոսը այս պահին կազմում է չճանաչված միավոր, որը ունի առանձին իր կառավարությունը, նրանք մասնակցում են ընտրությունների, նրանք հանել են իրենց կեղծ փաստորեն անձնագրեր հյուսիսային Կիպրոսի եւ նաեւ իրենց ուզում են հռչակեն որպես անկախ պետություն, ինչը նաեւ ճանաչված է Թուրքիայի կողմից։ Եվ ամենայն հավանականությամբ այս խնդիրը չի լուծվելու ի օգուտ կիպրացիների։ Հիմա Ադրբեջանը ուզում է անել նույնը Հայաստանի հետ։ Ես խնդրում եմ ժողովուրդ ջան, հասկացեք, որ այս ծրագիրը ունի արդեն նախադեպ։